Վայ, բարև ձեզ։ Ռեկարդ է։ Քիչ տղա է բայախբեր։ Բարի տեղ։ Դες մի ասա, ինչ լավ ես գրում այդ 90-ականները։ Դեռ ինչ լավ ես կարդում։ Մենք չգովենք Հա, բայց սա կգա 90-ականների լեգենդը։ Հետո կասես։ Սվանի Բարդումյանը։ Մեզ հետևում են, չէ՞ մարդիկ։ Բարև ձեզ։ Ականավորներից որ ասում էինք ականավոր, դա ականավորների մասին չի, էլի ականավոր։ Այդ 90-ականները որ դու գրում ես, Հարութ ջան, ինչ լավ ես գրում այդ 90-ականները։ Դեռ ինչ լավ ես կարդում, ինչ։ Շնորհակալություն։ Իբր եկենք իրար գովում ենք, հա։ Հա, մենք չգովենք Հա, բայց իսկապես ով լսել է լավ արձագանքում այդ 90-ականներից, ականավորները բացահայտում են այդ ականները, որոնք որ 90-ականներից են գալիս, չէ՞։ Ոնց առաջացավ մոտդ այդ միտքը գրես 90-ականների մասին։ Դե ես կարդացել եմ անոնսը, շատերն են լսել, բայց մի հատ ասա էլի, որովհետև դե որ նորմալ չեմ կարող խոսալ։ Նորմալ գրել է, ինքնարտահայտվելու միակ միջոց։ Որ զրանից գաղթա լսեն, այդ օպերատորը քթից ալնակ։ Հա, բայց որ խոսում ես, նորմալ խոսում ես, իբր ինչ ես հավեսություն։ Աշխատում քիչ խոսամ, եւ բանոյի մեջ գրել է, ինչ է։ Հա։ Կոմենտ են ասում դրան, կոմենտ։ Ով այ երրորդ տղերի կենթարը որոշել եմ։ Ինչ ես որոշել։ Այս զրույցի ժամանակ շատ հացը կտրեմ կղոսամ։ Նենց լավ կլինի, լուրջ եմ ասում։ Բարի տեղ։ Դες մի ասա, շատերը մտածում են մեր լսարանը, հա, դες մտածում են, օ գիշտ է, դες եկել նստել է, չի խոսում, բան, դες լսում է։ Այդ ինչ ես կարծում, այդ պոդքասթների ժամանակ, այդ անկեղծ զրույցները կան, թե չէ։ Ուրեմն ինչքան արձագանքներ դինում են, որ ընկերներն բանայում են, ասենք դու գիտես էլի։ Ո՞ւմ թողու չգիտես քեզ ասեմ։ Հա, բայց ասա էլի։ Կուր քեզ ասեմ, կուլա դու լսի, ասա։ Ասա ախպեր։ Տարբերվում է դինից նեգատիվ բան չկա, բան ճիշտ այդ վատանից։ Խոսում են, մարդիկ բարիանում են, հիշում են։ Բայց քո նպատակը որպես 90-ականների հեղինակ գրող ի՞նչն էր նպատակը։ Նպատակ չի եղել։ Ես գիտեմ որ չի եղել։ Նպատակ չի, այդ sense անընդհատ իմիջոց իմ համար գրում էի։ Հետո կարդում էի բանը։ Հետո մի օր տվեցի մամային։ Մաման նայեց ասեց ի սխալներով ես գրում տղա ջան, ես այսքան սխալ արել։ Որածում էի դպրոց։ Բայց դու դպրոցը էլի չի մի հատ էլ թատերական ինստիտուտը ավարտեցի, ռեժիսուրայի ֆակուլտետը Երվանդ Ղազանչյանի մոտ։ Այո։ Չէ, պապիկի մոտ։ Այո։ Հա, ու հերիք չի ավարտեցիր։ Հիմնականը բանը դա էր։ Դες կյանքի դասյակություն ստամ։ Բայց հենց յուրա գալիս ինչի չես խոսում։ Ասում չէ, սեր խոսալու։ Հա, այսօր շան խացը կռելու է։ Ներողություն եմ խնդրում։ Ցայնից տեխնիկական։ Տականության համար, բայց նես չի որ ասի, ինքն մեր հետևորդները ասում են մի հատ հայերենի համար սեղմի մեկ բան, դες բաներ չեն ասում, նորմալ հայերեն խոսի։ Կատարյալ ձայնը, կատար ձայնը։ Դե չէ, դες կատարյալ չի, ինքն էլ կատարյալ չի խոսում։ Մի հատ ասա էլի Հարութ, ականները որ գրեցիր, ասացիր որ որևէ նպատակ չի եղել։ Գրեցինք, հետո ասացիր ինչ անես այդ ականները։ Էդ եմ ասում։ Հանձնես դատին։ Չէ, դատ մատս։ Հայոց դատ ինչ է, ուղղակի։ Իշում ես հետո առաջի ականը տվեցի։ Սիմյատնայի դեգուստացիան։ Հա, երկար էր բավականին առաջին ականը։ Ձայնակցենք։ Հա։ Ես ոգևորվեցի, խնդիր չի։ Ես էլ ասացի դե ընկերներով ենք, արի կարդանք։ Վահեի մոտ ձայնակ։ Այո, Վահեի մոտ, որովհետև Վահեն էլ է մտածող տղա, այսինքն մենակ չի կնոպկեն չի սխմելու էլի, այսինքն այդ կոճակը սխմելու է։ Հա։ Ձայնագրվի, հետո տա մեզ, միան առաջարկեց ավելի այսօրվա դարձնենք, ոչ թե միայն ունկնդիր, այլ նաև հանդիսատես լինի։ Անկնդիր։ Ակնդիր։ Ունկ եւ ակն։ Այո։ Ու ստեղծվեց 90-ականների շարքը։ Այո։ Սիրեց մարդկանց կողմից։
գրեց մեզ արգեմոտ լավ գնում ենք Հայաստանը էթին դա։ թղեր Իմ թեթևանում հեքիաթի վերջում ընկնող ջերմություն է 3 գալիս, խազորներից բան, մեկը կարմիր էր, մյուսը ֆորմատները կապույտ, ուզեցել իսկ երրորդը 97 ցորենի գույն։ ականով Քանի որ դիլրաներ իմ հորինած հեքիաթն է, ես ասի լավ փակենք 90-րդը 90-ը ու մտածեցինք այս ձոնը չափը ձևաչափը բարդ չի, բայց նստած հա պայմանավորեցինք պայմանավորվեցինք պայմանավորեցինք լավ ես ասում այդ բառը պայմանավորվեցինք Որ դու տես չես հասկանում ես մինչև օրս չեմ հասկանում ոդկասթը ինչ է ասենք առանցին սխեմաները գծիկ բացած այս մեր ոդկասթի այս փոքրիկ անկյունում այս Հա։ աճ անկյունում սիրուն կգրի Հա։ ոդկասթի բնութագրությունը ասա Տղեկիներ կասենք որ կարում Գևորգին Գևորգի Գևորգ ջան շնորհակալություն Արեգին Արեգը մեր հնչյունային օպերատոր Արեգ ջան նորմալ է չէ ձայնը գրի էլի այս մարդուն այսօր Կարս դες գրես բթոզու բար ոսկե էլի գարերը Շանացում է իմաստն է սրտելու բայց աչքերս ջուր կտրեց ապեր մենք մեր հյուրին տենց էլ չտեսանք հոսու Չէ ես կզանգեմ ավելի լավ է դու քո երախսով զանգեմ պես նա թավակի համար Հետո կասես Զվանի Բարդումյանու հո տենց Բարդումյանու թե Բարդումյանը Բարդումյանը Ալո, Աջան Ես եմ հա Մխիթար ջան, աչքերս ջուր կտրեց քեզ եք սպասում եղբայր ես համարյա հասել եմ։ դե Տրամվայվա գալիս Трамваю, да, трамваю. Хорошо. 90-ականները YouTube-յան ալիքը Սովետ ակումբի հետ համատեղ սկսում են ականավորները զրույցների շարքը։ Այսուհետ Սովետ ակումբում կհյուրընկալենք մարդկանց, որոնց հետ կմանկանանք, գժություններ կանենք, կքննարկենք վախերը, կվերհիշենք սերերը, կվերլուծենք առօրյան։ Դե ինչ եղավ մեր հյուրը։ Դե իվա միայի խնդրենք որ մոնտաժի մոգական ուշանցարի արմանը հայտնվի ստեղ գնաց Արման ջան, Հարութը։ Միա ջան, Հարութին վերադարձրու այս սուրճը տարեք, այդ մոնտաժին ասա թող մի խոսքով էս ոնց որ պետքա տենց լինի, էլի Հարութը ստեղ լինի, ջրերը ստեղ լինի, սուրճն ստեղ լինի։ Կներես էլի։ Ահա, այս ուրիշ բան։ Այ հիմա բարև Արման ջան։ Բարև Մխիթար ջան, բարև Հարություն։ Լեգենդ մեր մանկության լեգենդ Այդ դու ասացիր, ես չասացի։ Այդ բոլորն են ասում, եղբայր։ Այդ ես էլ եմ ասում, մեր դասարանն էլ է ասում, մեր հետևորդներն են ասում, բոլորն էլ են ասում։ Դե դա էլ ինձ ավելի շատ պարտավոր ես դու։ Արման Բարդումյան։ Ուրախ եմ, որ դուք այսօր ինձ հրավիրել եք։ տրամվայով եկար Չէ, ցավոք տրամվայ չկա, բայց մեծ հաճույքով կգա տրամվայով։ Անկեղծ եմ ասում։ Իսկ որտեղից եկա։ Ոայ, 90-ականներից Իմ հայրական օջախից է գա, ես մանումենցի եմ, այսպես ասեմ։ Մանումենցի եմ, հա։ Մանումենցի։ Հա, հին մանումենցի։ Հին, որտեղ երբ որ իմ պապիկը 47 թվին այդտեղ տուն է ստանում, դեռ հաղթանակ զբոսայգին չի եղել։ Ուզում ասեմ, ես արմատավոր Երևանցի եմ, այսպես։ Արման ջան, մենք Սովետ ակումբում հյուրընկալել ենք շատ չասեմ, բայց շատ չեն դեռ, որովհետև նոր է մեր հաղորդումը, երևի Հա, հետևում ձեր հաղորդումներին իհարկե շատ կներեք, այնքան դուրս գալիս, այնքան լավ, որովհետև հարազատ թեմա է ինձ համար։ Վառ անհատականություններ ու այսօր մեր իսկապես նպատակն էր, որ դու լինես այստեղ, որովհետև մինչև քո գալը ես ասացի, որ 90-ականներից դեռ եւ մինչ օրս լեգենդ Արման Բարդումյանը այսօր գալու է, ճիշտ է անակնկալ էինք պահել մեր լսարանից, մեր հետևորդներից, բայց եւ եկար, ինչ լավ է որ եկար, կեցեց, շնորհակալ եմ։ Սովետ ակումբը մեզ շատ մեծ սատարում է այս առիթով, որ այստեղ իրենց հյուրընկալ պատերի ներքո հյուրընկալենք լավ մարդկանց։ Սովետ ակումբի նպատակը հենց դա է։ Հա, դու ծանոթ ես մեր 90-ականների YouTube-յան ալիքին։ Ես հետևում եմ ձեր ալիքին։ Իսկ 90-ականների մասին տեղյակ ես։ Իհարկե տեղյակ եմ։ Լսում ես։ Իհարկե։ Եվ
Ես այստեղ չէի լինի, եթե դուրս չգար։ Այստեղ ոնց որ մեզ են գովազդում, խոսենք էլի։ Չէ, ես ձեզ գովացի, դուք չէ։ Հա, շատ լավ։ Դե ամեն ինչ փոխադարձ կա։ Գովեստի երեկոյա։ Պատմի էլի Արման ջան։ 90-ականներից, դրանից էլ այն կողմ։ Եկանք, հասանք մինչև 2026, ինչ լավ է։ 90-ականները, գիտեք, ճիշտ է, բոլորի մեջ էդի մտածա որպես շատ դժվար ու վատ տարիներ, բայց այդ ամեն ինչի մեջ կար մի հատ գեղեցիկ բան, կար հույս։ Այդ լույսին բոլորը սպասում էին։ Գիտեք, հիմա ես որ համեմատում եմ ներկայիս մեր ժողովրդին իմ 90-ականների ժողովուրդը տարբեր են, լրիվ հյուսիս հարավ, այսպես բևեռներ են։ Այն ժամանակ, եթե մեկի ձեռքը ընկնում էր ինչ-որ մի կտոր հաց, հարևանների հետ ասում էր եկեք կիսվենք։ Եթե ինչ-որ ես հələ դեռևս ասենք սնունդի մասին եմ խոսում, չասեմ, երբ որ մեկի տանը մարդկոցով հեռուստացույց կար, հարևաններին կանչում էր, ասում էր նստենք միասին սերիալ նայենք, այսինքն այդ քաղցրությունը կար, այդ մարդկոց, ակումուլյատոր, ես ռուսերեն մարդկոցով միացնում եմ, հասկացա, Ես էլ եմ ուզում այդ հյուսիս հարավը կառուցեցին վերջը, դերյակ ես, Ախպերական առանցքակ Սոք չի քաղաքականություն չի, ուզում եմ գնամ տենց հյուսիսից հարավ, այդքան բա, ու այդ ամեն ինչի մեջ հայտնվեցինք մենք, ու որ հիշում եմ, ես բազմիցս խոսել եմ այդ թեմայով, տարբեր հաղորդումների շրջանակներում, բայց էլի ինձ համար դժվար չի, ու ես հաճույքով եմ խոսում, որովհետև ինչի, ներկայիս սերունդը չգիտի, թե մենք ինչ ճանապարհներով ենք անցել, պետք է իմանա, որտեղ պատմությունը պետք չի ջնջել, երբեք պետք չի ջնջել։ Ես հիշում եմ, երբ որ այն ժամանակ մենակ նոր հեռուստաընկերություն էր, նոր հեռուստատեսությունը մեր, ուրիշ ոչ մի հեռուստաընկերություն չկար։ Ու բոլոր նկարանունները կատարվում էին այնտեղ պավիլյոններում, սարսափելի ցուրտ, ոչ ջերուցում ընդհանրապես էդի մոռացված բաներ։ Ու մեր բեմական այդ նկարանման շորերը sense մեր թևի տակ դրած տոպրակով ցեխերի ձների մեջով, այսպես, եթե տրանսպորտ հանդիպեր, ասեք, ես մանրամետից իջնում էի Աբովյան պուրակ, պլանի գլուխ, ժողովրդի լեզվով ասում։ Ու այնտեղից պետքա նոր գնաս։ Մենք կարող է ժամեր, այսինքն նկարը հանում է ենթադրենք նշանակված էր ժամը 10-ին առավոտը, մենք ժամը 7-ին արդեն կոնկրետ ես իմ մասով եմ, որտեղ հնարավոր է ոդկով գնայի։ Ապրես, այդտեղից մի քիչ շատ չէ, մի 15-20 րոպե։ Եթե ինչ-որ մեքենա էր պատահում, ձեռքեր ենք բարձրացնում, եթե բարի մարդրելում կանգնում էր, ասում է ես նոր հեռուստաընկերություն եմ գնում, եթե հնարավոր է դուք այդ ուղղության եք տանեք, ու դες բոլորն էին անում գրեթե։ Բայց ես այնտեղ ճանաչում էին։ Չէ, այն վաղ դեռ տես չէ, մեկ այդ 93, 94, այդ 90 այդ ժամանակվա մասին է խոսքը։ Ամենասկիզբն էր, այո։ Նոտավա հանդես Այո։ Ու Բայց պատերազմի ժամանակ են։ հենց պատերազմի ժամանակ էր, հենց 94-ին դադարը եղավ, զինադադարն եղավ, մենք դեռ հələ 92-93 թվերի մասին եմ պատմում։ 92-ին էլ կար։ 93-94-ին էլ կար։ Միշտ այդ ժամանակ եղել է։ Մի խոսքով լինում էր, որ հասնում են ուղղակի այդ խաչմերուկը, որը մեկը թեքվում էր դեպի հեռուստաընկերություն, մեկը արդեն դե նորքի այդ թաղամասերը։ Ու այդ խաչմերուկից ոտքով արդեն պետքա ստիպված գնայինք։ Ճանապարհին հանդիպում էին գազազած շներ, սոված շներ։ Այս մի ձեռքով մեր տոպրակներ այդ շորերով բեմական մի ձեռքով փեդ, որ գոնե քեզ պաշտպանի։ Թափառականներ։ Չէ, եկեք այդ թեմային մի քիչ ուշ կանդրադառնանք։ Բայց անպայման անդրադառնանք։ Հա, միանշանակ, դա ունի իր պատմությունը։ Հարությունն էլ շատ լավ հիշողություն ունի, թող իր հիշողություններով հանդես գա։ Ես սիրով պատմում եմ, որտեղ ինքը ունի նախապատմություն, թե ինչպես է երգը ծնվել, հեսա կանդրադառնանք։ Անպայման։ Մի խոսքով հասնում ենք հեռուստաընկերություն, միջև մտնում ենք ներս, միջև փոխվում ենք այդ սառը որևէ սենյակում, եթե բախտերս վերեր մեզ թեյի հյուրասիրեն, ասենք, այն ոնց են ասում, չոր սպիրտը, հա, սուխոյ սպիրտի վրա տաքացրած ջրով ու մենք թեյ խմենք, դա մեր համար մի աշխարհ էր։ Վատագույն դեպքում սպիրտ։ Այնքան որ մի քիչ մեր մեջ տաքություն զգայինք։ 99 աստիճան։ Դե,
ստիպված էինք։ Հա, Ու երբ որ սկսում էր մատոն, հա, բայց միանշանակ թե չէ մեր օրգանիզմը լրիվ շարքից դուրս կգար։ Ու մտնում ենք նկարահանման, ու երբ որ երգում ենք, մեր բերանից գոլորշ էր դուրս գալի։ Նույնիսկ հիշում եմ լուսահոգի Սուրեն Ռշտունին ասում էր ամերիկացի կապշած են, ասում են այս հայերը, ինչ սպեց էֆեկտ են արել, ոնց է ստացել, որ մարդիկ երգում են կամ խոսում են գոլորշի դուրս գալի։ այն ժամանակ ծախսը քիչ էին անում, Հա, էֆեկտը շատ էր։ շատ էր։ Ու երբ որ հանգարց որևէ պահ հիմա այս փառք Աստծո, հիմա տեխնոլոգիան այնքան է զարգացել, որ նման խնդիրներ չկա։ Այն ժամանակ 5 րոպե մեկ կարող է ռեժիսորը ասել ստոպ, ինչ-որ կաբել կտրվես, կամ չգիտեմ, ինչ-որ մի բան եղավ, ու տենց գնանք մենք այն մուլտֆիլմ կա, ֆիլմ, այն որ սենց ժամերով այսպես կարող է սպասենք։ Այդ ընթացքում դա չի ջերուսվում, բայց այդ լամպերը վառվում են, չէ՞։ Մենք գնում ենք, մոտենում ենք այդ լամպոչկեքին, սենց տաքանում ենք, մեր ձեռքերը սարսափել էր, փայտանալու վիճակ էր։ Ու նոր տարվա 31-ի գիշերը, ով բախտ ուներ, լույս ուներ, նայում էր մեր ելույթները։ Այսինքն էկրանից մենք տանջվել։ Բայց նոր տարվա գիշերները հիմնականում լույս Լինում էին թաղամասեր, որ չէին, չէր չէր ելնում։ Ես լավ հիշում եմ մանրակրկիտ, լինում էին, որ չէր ելնում։ Չէ, ասածս ինչ է, որ էկրանից մարդիկ տեսնում էին ու այդ ջերմությունը ստանում էին։ Մենք անում էինք ամենաանհնարինը, բառից բուն իմաստով։ Ես հիշում եմ նկարահանումը սկսում էր ժամը 10-ին, վերջանում էր ժամը 8-ին, 9-ին, երեկոյան 10-ին ու պատկերացնում եք այդ սոված ծառա մի սարսափելի մարդիկ ջերմանում էին, եկել ջերմությամբ պարակում էին։ Իհարկե։ Անշուշտ բիշես ովքեր էին այդ ժամանակվա էստրադային արտիստները, էստրադայի մեր սերունդը, թե մեր ավագ սերունդը, հենց մեր դե այդ ժամանակ եւ ես էի սկսել իմ բեմական կարիերան Արփինեն, Արտուրը Գալստյան, Լիլիթը Կարապետյան, Կարենի հետ, Վահեն Դավթյան, այդ մեր թիմը։ Ես խոսում եմ մեր թիմի մասին։ Հա։ Դե բնականաբար էլի կային մարդիկ, Շուշան Ներպետրոսյան, Արամոն, այնտեղ Հայկոն մի քիչ ավելի ուշ եկավ։ Էլով կար այնտեղ։ Մի խոսքով շապիկի վրա 9-ն է գրած։ Մի հատ կբացես նայենք 90։ Երբեմն մեղադրում են ասում են լավ։ Ինչ եք մեզ անընդհատ հետ տանում այդ 90-ականների դժվար բարձած։ Նա կոմենտներում գրում են։ Այսինքն չէ դա մեջ չի։ Իհարկե ապագան լավն է։ Հեղիքը մեզանից լավն է նավից։ Բայց այս ամենը հիշում ենք այն արժեքները բնգոնը բերենք։ Այս սովորստականությունը մի քիչ շատ դա ասածս իմաց։ Իսկ ինչն է ներկան կամ ապագան, լավ ասեցիր Հարութ ջան, ներկան արհեստական ամեն ինչ։ Այդ եմ ասում։ Իսկ այնտեղ կենթանի էր։ Դե բադա համար ասում շոշափելի էր, այնտեղ մարդկություն վիրտուալ է։ չէ որ մեղադրում ասում քաշում հետ։ Դու են մի քաշվի։ Գնանք, բայց այդ հետևում ահագին կարող բաներ կային, որ չենք վերեսոններ կան չկա։ Այդ մնաց ապագայի։ Մի 20, արդեն 26 տարի առաջ մի առիթով մեր երջանկահիշադակ Խորեն Բաբկենիչի հետ միտեղ զրույց էինք անում, էլի մարդիկ կային, ու նմանատիպ թեմա բարձրացվեց, որ այս բանը դու ես չի գալի, որ ցույց են տալի հեռուստատեսությամբ եւ այլն։ Խորեն Բաբկենիչը դες մի հատ լավ բան ասեց։ Ամարտ ասեց, դուրը չի գալի, պուլտը ձեռը տավեկը լալիքը փոխ, այսինքն մի նայի։ Ձեզ դուր չի գալի, մի նայի, ձեր կոմենտները ձեր մեջ պահեք, այսինքն ձեր կարծիքը ձեր մեջ պահեք, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Հասկանում եք, չէ՞ ինչ եմ ասում, ասենք մենք սովոր ենք ցեղ շպրտել, քար գցել, մենք սովոր ենք դրան։ Մենք չենք ուզում, ախր նույն այդ կոմենտ գրողը չի ապրել 90-ականներ, ապրել է։ Բոլորս ենք ապրել, չի որ դու ապրել եք, մենք չենք ապրել, չէ, բոլորս այդտեղ ենք եղել, այդ ամեն ինչի մեջ ենք եղել, բայց մենք փորձել ենք ժողովրդին շեղել ուշադրությունը այդ վատ բաներից տալով դրականը։ Արման, ինձ թվում է 90-ականներ ապրածները չեն տենց ակտիվ չեն գրում, ցև չեն շպրտում հիմա օրինակ։ Ես գլոբալ ասեցի, Մխիթար ջան, ես գլոբալ կոնկրետ անձնապես չեմ էլ իրավունք, այդ բարոյական իրավունքներ չունեմ անձնապես։ Ես ասում, կարող է ես գլոբալ եմ ասում, եթե նորից եմ ասում, մի բան կա, բարձ ճշմարտություն, ձեզ դուր չի գալի, մի նայեք։
Հարութը մինչև քո գալը ինձ մի հատ բան ասեց, որ մի երգ կա թափառական երաժիշտ։ Ասեց, որ այդ երգը եւ այդ տեսա բոլոբակը առաջինն է դուրս եկել միջազգային ասպարեզ։ Անկախ Հայաստանի պատմության 99 թիվներ, լավ հիշում եմ, նույնիսկ ես այդ ժամանակ հյուր եղա էլի մեր շատ լավ հարգելի էլի ցավոք լուսահոգի Ռոբերտ Մավիսակալյանի ծրագրի հյուր ներողություն ոնց էր կոչվում հաղորդում Երեկո շոու Ռոբերտ Մավիսակալյանի հետ ֆենոմենը իր հիշողության մեջ է ֆենոմենա մի ուրիշ լարքի շատ լավ տղա ու այդտեղ Ռոբերտ Բաբկինիչը անդրադարձավ այդ թեմայի ու այդ օրվա ինձ հրավիրելու նպատակը հենց դա էր որպեսզի լուսաբանվեր Armenia TV-ով դա 99 թիվն էր բայց հետո ընթացք չեղավ որովհետև ինչ-որ մեկը պետք է զբաղվեր դրանով պարզապես Եվրոպայում նախկին ՍՍՀ հանրապետություններից տարբեր մարդիկ կան այդտեղ ինքը հիչ շքերթում գրավեց եթե չեմ սխալվում իմ հիշողությունից չի դավացանում 8-րդ թե 7-րդ տեղը այդ հաղթանակ էր այդ հաղթանակ էր ասենք ու այդ երկի պատմությունը շատ տխուր պատմություն է ասեմ ձեզ դուք կհիշեք հատկապես բայց դու ասում էիր ինձ ես ասեմ մեջբերն ես խաղապով լսում էի դիրքը տխսում էի ինքը ռիթմիկ էր բան բայց տխուր թեման տեքստը բառերը ինքը այո տխուր որովհետև այն ժամանակ մխիթարը հաստատ կհիշի Երևանում մի հատ պապիկ կար ինքը ֆրակը հագած սպիտակ մորուքով ու ֆանտաստիկ թավջութակ էր նվագում Ռաստրապովիչին հավասար ասած ասեմ ու ամեն անգամ ես Աբովյան փողոցով որ իջնում եմ այդ պապիկին որ տեսնում ես կանգնում եմ ու ասես երկար ժամանակ լսում եմ կախարդված որտեվ այդ մարդը շատ վիրտուոզ երաժիշտ էր բառից բուն իմաստով վիրտուոզ ու իր այդ հմայքը իր ֆրակը իր սպիտակ մորուքը շքեղությունը աուրան ուրիշ աշխարհ էր տարբեր բաներ էր նվագում Ռախմանինով, չգիտեմ, այնտեղ Շոստակովիչ, Մոցարտ եւ այլ ինչ-որ բաներ ու շատ լավ էր նվագում։ Զարմացած եմ, այս մարդը ինչ գործ ունի փողոցում։ Այս մարդը լքված ոնց որ երաժիշտ լինի։ Այս մարդուն քիչ մոռացել են, լքել են ու տենց սկսեց բարեր գալ իմ մուսա եկա։ Ու հազեցիր թղթին։ Եկա ստուդիա, հիշում եմ, տենց մտքերով զուգահեռ նաեւ մելոդիաներ գան։ Ստուդիա որ ասում ես արձագանք։ Եկա ու մի անգամից ռայալը բացի սկսեցի զարգացնել, նվագել, ինչ-որ նոտան բանը գարմոնիա կառուցել բան ու գրում եմ եկել հետ բային մեր իմ լավ ընկերներից մեկը Վահեն Դավթյան լուսահոգի ներս մտավ, ինքը տես խաչաթուն դրել, ինչ ես անում, ասի արի, բայ, ասի մի հատ սենց բանա ոտս ծակել միտք այլի գրում եմ, ուզում եմ զարգացնեմ, Վահեն վեկալավ նայեց, ասեց երկրորդ կուպլետի առաջի տողը լավը չի, արի փոխենք էլի, ասի փոխենք, իմիջիայլոց արձագանքի ժամանակ մեր թիմը, որ մեկս մեկին օգնում էինք, և տեքստի առումով, և բեք վոկալ երգելու առումով, մի գործիքավորման մեջ, այսինքն թիմային աշխատանք էր։ Թիմային աշխատանքով ես ասում մի բան։ Այո, թիմային աշխատանք էր ու Վահեն առաջի տողը գրեց, քեզ լքել են, մոռացել են միշտ հեռուներում կորցրել ես ամեն ինչուց։ Չգիտեմ, դա ոնց որ դարավ ֆիշկա կարծրատիպից։ Ու հետո գործիքավորումը արվեց ման ու ես հետո ուզում եմ այդ պապիկին մեր համերգներից մեկին հրավիրեի, որ ասի, բեմից ասի, երկը ձեզ եմ նվիրում։ Տենց էլ հետո չգտա, հետո դե արդեն չերևաց մտածեցի, երևի մահկանացուն կնքել եմ, դե ինքը շատ մեծ էր տարիքում, այն ժամանակ տխուր պապիկ 70 տարեկան կլիներ ինքը, բայց շատ լավն է, բայց տխրելու երգ է, էլի, հա։ Գիտեք, աշխարհում կան շատ արվեստագետներ, որոնք հանճարներ են եղել, բայց բայց այդպես էլ չգնահատված են մնացել, բայց իրանց մահից հետո, չգիտեմ ինչի, մեկը բարձրացրել են։ Չգրված օրենքը, ինչի են մարդուն մեծարում իրանից հետո, ուզում եմ հասկանամ, ես այդպես միջև իմ էլ չկարողացա հասկանալ, աշխարհում շատ արվեստագետներ են եղել, ես իմ մասին չեմ խոսում ընդհանրապես, ես շատ փոքր եմ, ինձ դնեմ այդ նժարի վրա, ես խոսում եմ ավելի գիգանտների մասին, բայց ոնց կարդում ես իրանց պատմությունը, Վան Գոգին է վերցնեք օրինակ, հա, ասենք Պիկասոին վերցնենք, ասենք այդ շատ սիրեցի Վիսոցկու պատմությունը, որ ասեցիր։ Նա տասը շատ լավն է։ Երբ որ այս վերջի տարիներին շատ շատերին ինչ որ
սկսեցին բաժանել վաստակավորի կոչում, բան։ Ես դեմ չեմ Պավլիցի, ես ուղղակի հիշեցի այդ պատմությունը, որ երբ որ Վլադիմիր Վիսոցկուն գալի ասում են, գիտեք, ձեզ շնորհել են RSFSR, հա, սենց ասեմ, վաստակավոր արտիստի կոչում, Վիսոցկին ասում է դուք գժվել եք, ինչ է, ես արդեն ունեմ կոչում, ես արտիստ եմ։ Ամենալավ կոչում։ Ամենաճիշտ կոչումը ես արտիստ եմ։ Հիմա այս շապիկիս պատմությունը, սա ինձ պետությունը չի տվել, սա ինձ տվել է ժողովուրդը։ Ու ես հպարտությամբ դա կրում եմ։ Որովհետև եմ ասում, սա ինձ տվել է ժողովուրդը։ Հիմա իմ այս հաղորդման տակ էլի կգրեն Ոչինչ, թող գրեն։ Ես ամբողջ արդեն առեմ ամարում։ Մենք զան միշտ համեմատական ենք անում լավ եւ այսինքն ոչ թե լավ եւ վատ, այսինքն որն է գերակշռում կոմենտներից, այսինքն բնականաբար միշտ բարոյական թե բացասական մեկ բառով։ Չէ, դրական ավելի։ Հա, դե ես ավելի դրա համար են ենթադրում, որ այս թեմա, որ մենք բացում ենք, հիմնականում դու ագանես մարդկանց։ Ես միայն ուրախ եմ, բայց դուք որ նաև զուգահեռ արեցիք, որ գրում են ինչ եք մեզ քաշում դեպի 90-ականները։ Ոչինչ, թող գրեն, նորմալ է։ Շատ քիչ է։ Պետք է դա էլ լսել, օրինակ ինչ-որ բաներ կան, կոմենտներ կան, որից եւ կարող են դաս քաղել, չէ։ Հա, բնականաբար։ Բա ոչ թե նստել նայր դեղի ես վատ բան գրել, չէ, գրել է մարդը կարծիքը հայտնեն, ոչինչ։ Ես դեմ չեմ, յուրաքանչյուրն ունի իրավունք իր կարծիքը հայտնելու, բայց եկեք մեկս մեկին չքլնգենք, էլի։ Քլնգենք, այդ բառը շատ լավ բառ է։ Աբաջան մեկ էլ մի թեմա ուզում անդրադառնանք Արզադենտ Ձեդ մարզային համերգները, զորամասային համերգները։ Այդ առումով ես ռեկորդագիր եմ, ես ունեմ նաև բոլոր ապացույցները, տեսաերիզները, որ ես և Հայաստանի Հանրապետությունով և Արցախով դեռևս 90-ականներին ես հիշում եմ, որ գնացինք շատ խուլ տեղ էր, զորամաս էր, ամառ էր։ Եկան այդ զորամասի աչքին գնով տղեկը, ասին որտեղից եք, ասինք Երևանից, ասեց երնեք աշկերիդ, ասեց երնեք աշկերիդ, ասի տղեկ ջան, ես էլ ապետք, ես էլ եմ ծառայել, ձեր նման զինվոր եմ եղել, ես էլ եմ ինչ-որ մեկին ասել Երանի աշկերիդ, բայց անցավ չէ այդ փուլը, բայց իմ այդ համերգներից հետո յուրաքանչյուր զորամասի զամպալիտ, ասենց ասեմ, միկրոֆոնով ասում էր ժողովուրդ, տղեկ, զինվորներ, ես ձեզ մի 6 ամսվա, այն որ ասում է բագաժ, որ 6 ամիս դուք այդ հոգսից, այդ մտածմունքներից կկտրվեք ու ավելի լավ կծառայեք։ Իհարկե։ Մի քիչ որ ասում զավեշտալի բան շատ կա, ուրեմն մի հետաքրքիր, ուրեմն հիշում եմ Պրոստը չեմ հիշում ուղղակի թե որ զորամասներ, այդտեղ դե երգում ես ու այդ զինվորները կոմպլեքսավորվում են, որտեղ հրամանատարները կանգնած են, ոչ մեկ չի պարում, բա։ Ես էլ ասում եմ միկրոֆոնով տղեկ, իմիջիայլոց զինուժն էլ նկարում էր։ Հա, ասում եմ տղեկ, հրամանատարն ասել է ով չպարի, չէ, ով պարեց օտպուսկ եմ տալի, դե որոշները ընդունում էին որպես հումոր, բայց որոշները միամտորեն լուրջ էին ընդունում ու հա, միջև էլ ասում են, այդպես է, չէ, պարոն հրամանատար, դե չի կար ասի, չէ, զինուժը նկարում։ Իհարկե բան, հա։ Իհարկե բան, ունդե մի 3 ծառա, որ հելնում նենց հավեսով պարում էին, բա, վերջում ասում եք դե խոսք ես տվել, թե չես վիդեոն անկեղծ եմ ասում, օտպուսկ տալիս էր, իմ հետ գիտեք ինչքան զինվոր եմ օտպուսկ բերել, լուսադեմին ասում ենք Երևան կա որևէ ինչ-որ մի մարզ մոտիկ, բա, լուսադեմին դուռ են ծեցում, ծնողները խառնված բացում են, եկել վիա, տղես ես ժամի, չէ, մենակ չէ ես բոլորի հետ հերթով նստում էի, չէ նստում, ասում ես ձեր տղեն, մենակ ասում էի տղեկ ջան, ինձ հանգարց խայտարակ չանեք, նորմալ ժամին, նորմալ ժամանակին կներկայանաք զորամաս, չէ, շնորհակալ եմ այդ տղեկից, հիմա երևի իրանք էլ մեծ մարդիկ են, իսկ տեսներ ու կհիշեն այդ պատմությունները, լավն էր, այդ հետաքրքիր էր, եղավ մի տեղ էլ մի հրամանատար սենց են տղայական էլ ասես դա խիստ սարքեր, ասի բայց խիստ սարքեցի, նորմալ բան ասի, տղեկյու պարեցին,
Այնպես չէ որ 10 օր առաջ Հա, օտիսկից հետ էին եկել։ հա, էլի։ Երևի մի 4-5 ամիս էլ մարդիկ Այն էին ժամանակ, հա, ասենք այդ տղեկը, որ ծառայում են, ասենք երևի մի 8-9 ամսվա ծառայող տղեկ են, կամ մի տարվա։ հաստատ օտոս։ Հա, հա։ Ու այդ նույն բանը փորձեցի Սիզյանի զորամասում անեմ։ Լուսավորի հրամանատար Ազոյանը, ֆանտաստիկ մարդ էր, վայ Աստված հոգեն լուսավորի, սենց արեց։ Այդ քո Երևանյան շուստրի քայլերը ստե չի ասել։ Ասեղը հրամանատար։ Ֆիստո պլուշկե։ Այ Ինքը շատ լավ մարդ էր, ես Մարոզ էր, հա, բայց զինվորները սիրում էին իրան, մի այլ կարգի։ Մեր Արթուրը Գալստյան ծառայել են ու նույնիսկ երգերեց դիսցիպլինան չլիներ չէր լինի։ միանշանակ։ Դիսցիպլինան Միանշանակ ես միշտ կողմ եմ, որ բանը զինվորական այդ ամեն ինչը։ Եվ դրապես կյանքում դիսցիպլինա լավ բան է։ դիսցիպլինան շատ լավ բան է։ Պատասխանատվություն, պարտաճանաչություն եւ այլ լիքը բան։ Վերջապես տղամարդը պետք է ունենա դիսցիպլինա, վերջ։ Միանշանակ։ Ես այդպես եմ կարծում ու բանակը տղու համար լավ դպրոց է, այսպես ասեմ, դա ես իմ տղաներին էլ եմ ասում, որ տղեկ ջան, բանակը նստեղա, որ դա ոչ միտեղ ձեզ չի տալ դասը, ինչ որ դուք կստանաք բանակում։ Ու տենց հետո երկան 2000 անգամներ ինչ որ մի պիրուտ եկա, որ մեր արջև դռներ փակվեցին։ Ես դա մեր ցավոտ կողմն է, որ մի անգամից մենք բոլոր եթերներից վերացանք։ Մի անգամից մեր արջև փակվեցին լիքը դռներ, որևէ հեռուստատեսություն, որը կարծես թե մենք չենք եղել։ Ու սկսեցին այն որ նոր պատմագիրներ հայտնվել ու նոր պատմություն գրել։ Իսկ ես միակն եմ մեր թիմից, որ պայքարելով ասում եմ, չէ, մենք ենք եղել։ Ամեն տեղ խցկվելով, ինչ որ մի միջոցառման, ինչ որ մի TV-ով, ինչ որ մի բանով հիշեցնել էի տալի մեր մասին, որ մենք եղել ենք։ Ու հետո տեսա, որ արդեն չեմ կարող պայքարեմ, որովհետև անհնար էր այդ հսկայական պատի դեմ պայքարելը մենակով։ Դե հա, մեծ հաշվով։ Հետո ես անցա ուրիշ գործի, հանդիսավար։ Մախոջա, ոնց որ դու ես իմ մեկ անում, դա նորմալ է, դա մեր աշխատանքն է։ Շատ նորմալ է։ Նույն հանդիսատեսն է, պարզապես խմած։ Չէ, մենք հանրության հետ կարողանում ենք Ապրես։ լեզու գտնել, խոսել, այսինքն մենք բեմի մարդիկ ենք, այո։ Պետք է լինել ճկուն էլի այդ առում։ Ես այդ հարցի պատասխանը սենց էի տալի, ասում եմ, նույն հանդիսատեսն է, ուղղակի մի քիչ գինով ցած։ Պետք է սրահում նստի, զալում նստի քեզ ծապտա, ինչ-որ թատրոնի։ Այստեղած քեզ ծապտալի, ուղղակի քեֆը մի քիչ լավ, այդ բան։ Տարբերությունն է դա։ Հետո դրանից հետո ես այն ժամանակ զուգահեռ 2000-ի սկզբին Armenia TV նոր էր բացվել, ես մտան դե աշխատում էի ու այդտեղ ես ծանոթացա շատ մեր մեծերի հետ արդեն ուղիղ, հա։ Ու երբ որ ես սկսեցի ճանաչել այդ մեր մեծ դերասաններին, մեծ արտիստներին, դա ի շնորհիվ մեր երջանկայիշատակ Ռաֆայել Արսովիչի Քոթանջանի։ Ես իր հետ ոնց ես դարձա իր կրծեր ընկերը, այսպես ասեմ, մենք շատ մտերմացանք։ Այդ ժամանակ թատրոնում էր։ Հա, ինքը դրամատիկում էր, կարծեմ, հա, խաղում էր։ Ու դրանից հետո ես մտա թատերական աշխարհ։ Հեքիաթ, հա, նույն Մխոջան, դու թատերական աշխարհի մարդ ես, ես երաժշտական։ Նույնն է, բայց օրենքները տարբեր են այնտեղ։ Հա, համաձայն եմ։ Արի հաստատի, որ տարբեր օրենքներ են, բայց արդյունքում նույն գործն եք անում։ Մենք երգում ենք, դուք խաղում եք։ Բեմը, արտիստ, բեմ։ Մի հատ մեջբերում անեմ, երբևէ մտածել ես, իհարկե որպես վիրավորանք չընդունես, ինչի՞ է թատրոնի բեմը միշտ ներքև հանդիսատեսը վերևից է նայում, իսկ համերգային բեմը բարձր է, հանդիսատեսը ներքևից։ Այդ պատմությունը գիտես։ Չէ, բայց այդպես բոլոր թատրոնները չեն այդպես բեմերով։ Դերեթե բոլորը։ Չէ, ասա։ Երբ որ Հունաստանում այցելության ժամանակ կայսրին մեծ հյուրասիրություն են ցուցաբերում ու ընդ երաժիշտներ են նվագելուց ու ինքը էլի նորից ասում է ես կամ չկա աշխարհում տես բան որ ես չկարողանամ անել եւ այլ այդտեղ մի ծերունի է լինում հույն մոտենում ասում է ձերդ գերազանցություն իսկ կարող եք այս գործիքը նվագել ասում է ինչի՞ չէ որ տվեք ինձ տալիս են ձերքերով մատերով խփում է լարերին ձայնը գալիս է բայց մեղեդի չկա ու ինքը հրաման է հանում ասում այսուհետ բոլոր երաժիշտները կնստեն հանդիսատեսից բարձր իսկ դեր խաղացողները հանդիսատեսից ցածր որտեղ դերասան
կարծես թե բոլորը կարան լինեն, բայց Այո, երաշիշտ ոչ ոչ։ բոլորը։ Այսինքն չգիտեմ դա հիմա իրականությունա թե լեգենդա թե Դե ինչ է, լեգենդ- բայց հա, դե ինչև է, ուզեմ ասեմ, նաև կա այդպիսի մի հետաքրքիր բան, Նա մի քիչ այդ դիսկացիայի համերգից է խոսած արձագանքի։ արձագանքի մասին կարելի է շատ խոսել ու անվերջ խոսել, որովհետև իրականում եթե ես միշտ ասել եմ, եթե չլիներ արձագանք ստուդիան, չլիներ Երիշա Արտավազդը, ես միջև օրս կլինեի Բարդումյան Արմանը, բայց արձագանքի շնորհիվ ես դարձա Արման Բարդումյան։ Հա, լավ բան ես ասում։ Ես իրոք շնորհակալ եմ իրանցից, որովհետև այդ ժամանակ իրանք համախմբեցին իրանց շուրջը մեր նման երիտասարդների, որոնք ուզում էին մեզ ցույց տալ, մենք ստեղծագործում ենք, բոլորս ունենք մեր անհատական այդ աուրան, հա, մեր անհատականություն ունենք, որովհետև յուրովի ենք ստեղծագործում, ամեն մեկս տարբեր ոճի մեջ ենք, ես, Վահեն, Արթուրը, Դիվիթը, Կարենը, Արփինեն, Սամվելը Ծովակ, Հասմիկը Կարապետյանը, խոսքով ու իրանք ամեն մեկիս հետ անհատական մոտեցում ցուցաբերեցին, որովհետև գիտեք, բացի արվեստագետ լինելը, բացի ստեղծագործող լինելը, նաև ունեն յուրաքանչյուրս ունենք մեր կապրիզները, հա, այսպես։ Դե բնականաբար, նոր են, որ սկսել էր Ու իրանք համբերատար տանում էին այդ ամեն ինչը։ հաղթարշավ էր այն ժամանակ, չէ՞, բոլորը ամեն մեկ իր անհատականությունը, իր բարձունքի վրա արդեն Ու իրանք համբերատար տանում են, ես միջև հիմա ուզում եմ հասկանամ, մի օր Արտավազդի հետ զրուցում ենք, ասում եմ Արտուր ջան, ախր դու ուզում եմ հասկանամ, այդ ինչ համբերություն ունեիր դու, այդ դու էր Երիշտն էլ, ասենք, այդ ձեր ներաշխարը, ձեր բանը, որ դուք այդքան ծնողի պես համբերատար, տարակ կրթվեցինք, ես էլ ասում արձագանք ստուդիան ինքը մեծ դարբնոց էր։ Չգիտեմ, մենք այն ժամանակ միայն արձագանքն էր թնդում, այո, որպես այդպեսին, էլի։ Դե փոփ մշակույթը ինքը դեց։ հա, Երիշը լավ ասում, երիտասարդական երաժշտություն։ Ու հիշում եմ Գյումրիում համերգ ենք տալիս թատրոնի շենքում։ Կազմակերպիչը մոտեցավ կուլիսներում, Երիշին ասեց. «Կարանք մի հատ էլ հենց հիմա նույն համերգ, որովհետև այսքան ժողովուրդ էլ դուսնա, Ժամուկես երկել եք մի հատ էլ։ մի հատ էլ»։ Ասեց, որովհետև այսքան ինչ որ հիմա թատրոնում նստած եմ, մի այսքան էլ դուսը սպասում եմ ու խնդրում եմ մի հետ մտնեն, բայց չեն կարա, որովհետև տեղ չկա, չեն կարա տեղավորենք։ Ժողովրդի ասածով բան, լեզվով գմփցրել եք, էլի։ Երբ որ Չէ, գնում ենք այն որևէ ժամանակ մարզ համերգի, տոմսերը արդեն 10 օր 20 օր առաջ վերջացած է։ Համալի համերգներ մենք դնում ենք թխավոր։ Համալիրու մեծ սրահում է սպորտային դահլիճում, որը ինքը 7000 քանի մարդ է տեղավորում, էլ չասեմ կաննասները, այն ձևի էր այդ ներքևը շարժվում, որ մենք անգամ բեմի վրա զգում ենք, ինձ թվում էր հեսա կարող է բլվի էդի։ Արման, բայց դու հիմա էլ ես գործող արտիստ։ Հա, Չէ, արի ցենց ճիշտը խոսանք, էլի, դու հիմա էլ ես գործող արտիստ։ ես Քեզ չենք կարող մոռանալ, որովհետև այն ինչ որ արել ես եւ քո սերնդակից արտիստներին, այն ինչ որ դուք արել եք ժամանակին, իսկապես հեղափոխական բան եք արել, բոլորիս կողմից ասա, ինչքան սիրված, ինչքան բոլորս հիշում ենք այդ ամեն դեպքում գեյ մի հատ մեծ կտոր Ին- կարելի ասել։ 90, այո, ճիշտ ասում, 90-ականներին այն ինչ որ մենք ապրել ենք, դա այն շոշափելի Հա, ճշմարտություններ ու հա, հա։ մենք հաճ այն կողորա ոնց ասի զորամասում ասին, տղեկ ես ձեզ 6 ամսվա Հա, շափաբաժի, հա, լավ, իհարկե, բանդիներ, էներգիա ընդհանրապես։ բայց հիմա էլ ես գործում։ Ես հիմա էլ եմ գործում, հա, ու ես կարծում եմ միջև իմ կյանքի վերջերը գործեմ, ինչքան էլ դա նույնիսկ եթե զարամյալ ծերունի դառնա, որովհետև բարձ ասեմ, երաժշտությունը ինչ շատ է օգնում ապրել, հաղթահարել շատ դժվարություններ, որովհետև երբ որ դե Բեմը, հանրությունը, ծափերը, ամենահրաշալի էներգետիկան է։ Դու ինքդ արտիստ ես, լավ գիտես, Մխիթար ջան, երբ որ դու ներկայացումը խաղում վերջանում ես ու երբ որ հանդիսատես այդ ծափարությունները նվիրում ես ձեզ, քեզ ամենալուրջ գնահատականն է։ ամենալավն է, որովհետև դու այդ ծափերը, այ հիմա խոսում եմ մարմինս շշակաղում եմ, ինչի, որովհետև ես ապրել եմ էդի։ Ու ապրում եմ գրեթե ամեն օր, ամեն շաբաթ ու այդ հանդիսատեսի տված էներգիան քեզ ոնց որ լիցքավորի, դու ավելի ես պատասխանատվությունը կվերցնում քո վրա, ավելի ես պարտավորվում։
ես եկա կանգնամ մի տեղ, որ այդ հարսանիքներ կնոջ ծնունդներից հետո արդեն ինչքան ժամանակ է 4 տարի առաջ մի շատ լավ ընկեր ունեմ, ինքը մի օր ինձ ասեց նոր տարվա այդ օրերն էր։ Ասեց Արման ասեց մեր քաղաքում մի հատ լավ տեղ կա, էլի, իսկը քո տեղն է։ Մի հատ գնա ծանոթացի, հիմնադիրը տնօրենը շատ լավ տղա է, արվեստագետ տղա է, ասի լավ։ Ու տես մի օր եկա։ Երբ էդ։ Էդի դեկտեմբերի 26-ին, լավ հիշում եմ, 2022 թվին, հա, 2022 թվի դեկտեմբերի 26-ին, արդեն 4-րդ տարվա մեջ։ Ու եկա Սովետ ակումբ, Հա, ստեղ ես եկել։ եկա ստեղ, ես միշտ ասում եմ, իմ ու Հայկի ծանոթությունը այնքան հետաքրքիր եղավ, Մենք Հայկի հետ ունեցել ենք այս podcast ասվածը։ Ինձ ասեց, ես քեզ ման էի գալի, դու քո ոտով եք։ Իմ համար մի աշխարհ արժեր, ու մենք Հայկի հետ մտերմացանք, մինչև օրս էլ լավ ընկերներ ենք, ու միասին որոշեցինք այստեղ անել այդ ռետրո երեկոները։ Դե բնականաբար տեղն էլ տրամադրող է։ Հա, ինքը լրիվ, նույնիսկ Իկարուսը, որ դրսում տեսա, ասեց, ես քո կլիպը տեսել եմ, հանես ցույց տվեց, պահել էր կանգառում երգից հոլովակը, ասեց, եթե թարմացնեք այդ երգը, կարանք այստեղ նկար անենք, մի խոսքով։ Ու երբ որ եկա ես այստեղ, ես հասկացա, որ այս տարածքը իմ սպերանին է, ժողովրդի լեզվով ասած դարմանն է, մի խոսքով այդ ամեն ինչն է, ես այստեղ ինձ լիարժեք լավ եմ զգում։ Եվ գալիս է հանդիսատես է այստեղ։ Հանդիսատեսն իրարથી հաճախորդը հրագել ինչը ցարմայի ժամանակ որ նայում ես դին մարդի բալմն բան բայց ընդեղ է։ Հա, որովհետև այնտեղից են գալիս։ Այնտեղից են գալի։ Մի 3 տարի առաջ այստեղ մի հատ լավ միջոցառում ունեցանք, լիքն էին հանդիսատեսը, բայց 20 հոգին ինքը իր սերը չի իր հանդեպ սերը չի պակասել ժողովրդի։ Դե ես դա զգում եմ։ Այդ դու ձև չկա չստաս, անհնար է չստաս։ Ես դա զգում եմ ու դա ինձ շատ է դուր գալի, ինձ օգնում է, ու էլ եմ ասում, ախիթար, ինձ վերջերս որ ստեղ էինք, էլի Սովետ ակումբում, հին տոմարով նոր տարին էինք նշում, էլի Արմանը, ու այդքան մարդ քո երգերի ոգևորված, լավ պարում, քեֆ էին անում, ուրախանում էին, դա էլ է գնահատական։ Իհարկե։ Այն մեջ էլի լավ էլի փոխեք, ես ինչ եկա, չէ։ Չկա, փառք Աստծո, այս բանը այստեղ չկա ու կարծում եմ չի լինի, որովհետև երիտասարդները լավ են տժում։ Նախկին երիտասարդները տարիքով սերունդը, ես մի օր հիշում եմ այստեղ պապի ու տատի ամբոսիներ են, իրանց թորլիկներով ընտանիքով ստեղ էին ու պարում են։ Թոր եկել է Հայկին ասում է կանջատեք, հեսա պապին կարող է վակա։ Պապին նես լավ է։ Բայց Հայկը չասեց իմ անջատելով չի երկում ամա։ Չէ, պապին Հայկ ասեց ուրախ չես որ պապիդ հիմա լավ։ Պապը սենց արեց գնա նստի տեղը մի խանգարի։ Ինքը իր կնոջի հետ լավ բարին ուրախացավ վերջում էլ հելան ջանջ ջիգեր ասելով շնորհակալություն հայտնելով գնաց։ Ու այդ միջոցառման մասին այնտեղ ընկերներս էին եկել իրանց կանանց հետ արդեն փակվում ենք, վերջացել է երեկոն, ասում տղեկ ակումբ արդեն փակում ենք, էլի դուրս գանք, ասեմ չէ Արման, ընդ 21-րդ դարն, աստե 20-րդ դարն, չէ ուզում գնանք, այ մարդկանց այդ ակումբները զարմանալի շունչ ունի Սովետ ակումբը, որ երիտասարդներն էլ են գալիս, այսինքն դե 2000-ականներին ծնված երիտասարդներ որ գալիս են, չէ, նայում են, պապայիս մամայիս հետ եմ գալու, կամ պապիկիս տատիկիս եմ բերել, այդ անպայման բերելու եմ թող նայեն, որ սենց տեղ կա, որովհետև հասակով մարդիկ այդքան չգիտեն տեղերը, գալիս են ստեղ լրիվ ընկնում են իրանց այդ ժամանակաշրջանի մեջ ու ապրում են դու էլ շատ համահունչ է, Սովետ ակումբը դու շատ համահունչ է։ Արձագանքի ձեռք բերած ստուդիայից ձեռք բերած կոնկրետ Արտավազդից Եղիշից այդ 5 հոգին, հա, Վահան Օհանյան, Լուսահոգի, Հրանտ Ասատրյան, Վաչակ, ես իրանցից լիքը բան սովորեցի, այսինքն ես հիմա չեմ ուզում մի քիչ դա երևա իբրև գլուխ եմ գողում, դա փոշ ինչ կա է։ Ես զգում եմ հանդիսատեսը ինչ է ուզում։ Ես իրոք զգում եմ։ Դա է Երակն է պետք։ Հա, պետքա բռնես, զարկերակը բռնեցիր, ուրեմն իմացիր ու հաղթացես։ Ուրեմն բինգոյա։ Լրիվ։ Ու լայ որտեղից ես եկել մի ճանապարհ ասացել։
Պապոս Դե իմի նայեք, օրինակ Սերունդ է, Հետպա սերունդ է քեզ տղաների հետ մի օր իմ տղեկին բերեցի սովետակում, սենց նայում են զարմացած այդ ատրակցիոն խաղերը, տղեկս ասին, պապ, դու փոքր վար սենց բաներով եք խաղաց, ասի, հա, հա, ձեր նման հեռախոսների մեջ չենք, մենք մարսկոյ բոյ, ֆուտբոլ, չգիտեմ, խվատայկա եւ այլ, խակի է լավն է։ հոկեյ, մեր համար էդի մի հատ մեծ աշխարհ էր, որ մենք 15 կոպեկ եթե ունենում ենք, ես ավելի շատ սիրում եմ մարսկոյ բոյը։ Ինքը մի քիչ ավելի նենց դրայվոտ էր, ավելի նենց մի քիչ խորհրդավոր էր, այս ամեն ինչ այդ մթությունը, այդ նավերի գնալ ասածս էնա, որ հիմա եթե այստեղ գալիս են իմ սերնդակիցները կամ մի քիչ փոքր կամ մի քիչ մեծ, բոլորը ասում են մարսկոյ բոյ կա, գրեթե բոլորը մարսկոյ բոյ կա։ Կոպեկներով է, չէ՞, դե 15 կոպեկներով է, այստեղ ժետոն ասված հա, դա ինքը, 15 կոպեկն է, հա։ Հարուտ մի հատ հիշի եմ, որ ավտո էինք քշում, այդ որ մենք ինչ է դրա անունը։ Զարուլյո Զարուլյո։ Զարուլյոմը, հա։ Նստածս կենտրոն։ Կա այդ խաղը այստեղ կա, որպես թանգարանային էքսպոնատ լրի։ Ու այս ամեն ինչը մենք հայք հետ որ ծանոթացանք, ես ասի հայք դու պրոստում հանճարես։ Հավաքել այսքան էքսպոնատ, ու ես ամեն տեղ ասում եմ, այս տղեն իր կյանքն է դրել այստեղ, իր առողջությունն է դրել, իր ժամանակն է դրել այստեղ։ Ու այդքանից հետո պատկերացնում եք ժողովուրդը գալիս են հանդիսատես ասեմ, լավ ժողովուրդ չասեմ, հանդիսատես, այցելու ասեմ, հա։ Բոլորը ապշած են մնում, ասում են հալալ այդ մարդուն, որ կարողացել է այս ամեն մինչև քո գալը մենք Հարութի հետ դրսում սուրճ էինք խմում, դե ես էլ ծխում եմ, որովհետեւ դες ծխում եմ։ Հա, ասում եմ Հարութ, ասում ամեն անգամ գալով ստեղ, տեսա կոնջատվում եմ, կտրվում եմ ամեն ինչից։ իրականությունից, ասում որովհետեւ Հարութի պատասխանը եմ ասում, ինչ ասեցի, որովհետեւ այնքան հեքիաթային մարդը գրագետ է հավաքել այդ պատմությունները, այդ հիշողության, այդ փոքրիկ այդ մասնիկներն ու մասունքները, որ չես կարող չկտրվել, էլի, ուղղակի անհնար։ վիզուալ պատկերն Լրիվ գալիս է, հա։ Հատիկ առ հատիկ աչքերի դարաշ կադրի։ Նույնիսկ եթե ապրած չլինես այդ ժամանակաշրջանը, չէ, մի պահ տեղափոխվում ես մի տեղ, որը այս կոսմոսից դուրս է։ Մի հատ Մխիթար ջան, քո թույլտվությամբ մի բան մեջ բերեմ։ Հաջար։ Եթե հիշում ես, մենք մեր մանկության տարիներին շատ սիրված ֆիլմեր ունեինք, մանկական, հա, էլեկտրոնիկա արկածները, հյուրերը ապագայից եւ այլն։ Կոնկրետ այդ Գոս из будущего ֆիլմը որ կար, ես հիմա սովետ ակումբը համեմատում եմ այդ մաշինա времени, հա, ժամանակի մեքենայի հետ։ Եվ որ ասես մտնում այդ հերոսը ու գնում է ապագա, բայց այստեղ հակառակ process-ն է, գնում ես անցյալ։ Այդ նույն ֆիլմի կոնցեպցիան այս ակումբում է, այսպես ասեմ, հա, այստեղ կոնկրետ ուղղություն չկա, այստեղ ընդհանուր է։ Լսել եմ տարբեր տեղեր Ռուսաստանում կան էլի նմանատիպ տեղեր, բայց ինչ որ կոնկրետ ուղղություն ունեն, ռադիո ապարատուրա, մեքենաներ, չգիտեմ, գրքեր, բայց այստեղ ամբողջական, այսինքն երկուսը մեկտեղ։ Դու զգացել ես մեր հաղորդումները դες կոնկրետ ուղղություն չունի։ Մեր հաղորդմանը նստում ենք, խոսում ենք, անկեղծ զրուցում ենք մեր հիշողություններից, ներկայից, ապագայից, այդ ֆիլմով անցյալից։ Իմիջայլոս գիտես այդ ֆիլմով նկարել։ Որը։ Այդ Գոս из будущего։ Դա պատմեք։ Պավել Արսենով, նով Երակյունի ֆիլմը հիշում ես։ Այո։ Մագոին հիշես կենքը Արտիգլուբան է, այնքան նկարել այդ ֆիլմը, պատկերացնում։ Դու ես չգիտեի, բայց որ ասեցիր, խենթացա։ Պավել Արսենով, մեր հայը, այսպես ասեմ, ու զարմանալի բան, որ ես էլ իմացա, ես էլ ապշած մնացա։ Ու մտքով կանցներ, որ շատ լավ է խաղում երրորդ կերպ այնտեղ երրորդ դեր է խաղում, ասենք առաջիցի երկրորդի դարբինը ու վերջ, էլի, դարբինի օգնականը ու վերջ, չէ՞ տենց կմտածես, տես լավ է խաղում։ Ու ինքը նկարել այդ հանճարեղ ֆիլմը, որ արդեն 40 տարից ավել ակտուալ է, ասենք միջև հիմա էլ ես հաճիկով այդ ֆիլմը նայել եմ։ Ու հայերը չգիտեն դրա մասին։ Ու հայերը չգիտեն, որ այդ ֆիլմի ռեժիսորը եղել է ինքը հենց։ Նույնիսկ չգիտեմ, որ Սանիկովի երկիրը ֆիլմը նույնպես հայ է նկարել Ալբերտ Մկրտչյան։ Իհարկե հասկացա, ոչ Ֆրունզ Մկրտչյանի եղբայրը, այլ մեկ ուրիշ Ալբերտ Մկրտչյան։ Այսինքն հայկը մի հատ լավ բան ունի, ասում եմ մենք սովետի վաղ մի հատ ֆիլմ ենք նայում, ազգանունների մեջ պարտադիր պետք է մի հատ հայ անուն անհնար է, որ նույնիսկ լույս բրդովը հայ չլիներ։ Լուրջ նայում ենք, չնայած այդ ժամանակ առաջ տալու հնարավորություն էլ չկար, դրա համար լուրջ նայում ենք, հայ ազգանուն գտնենք։
Մենք ամփոփելով մեր երեկոն ցերեկոն մեր զրույցը Մեր զրույցը։ ինչ կասես Ախի Դար ջան, Հարություն ջան, այնքան լավ բան եք անում, խոսքերն ավելորդ են, ուղղակի ձեզ կմաղթեմ միշտ, որ սենց շարունակական լինի ձեր այս հաղորդումը, ու որովհետև ինձ հարազատ է, իմ նման լիքը մարդ կա, որոնց շատ հարազատ է։ Անկեղծ ասեմ Հարութի գաղափարն է, ես էլ ոգևորվեցի այդ գաղափարից, չգիտեի ոդքասթը ինչ է, իսկապես մինչև հիմա չեմ կարող, թող տեսնեմ, հայրի նստած զրուցում ենք։ Ուղղակի խոսում։ Իսկ մենք հայերով սիրում ենք, չէ՞ լսել, ինչ խոսացին ստեղ, ինչ ասեցին ստեղ, բայց եթե զրույցը հետաքրքիր է, ուրեմն կմնան այդ ալիքի վրա։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, Արման ջան, հուսով եմ էլի կհանդիպենք։ Միանշանակ։ Եվ Սովետ ակումբում, եւ ընդհանրապես առհասարակ կհանդիպենք։ Իսկ ես ընդամենը բոլորին կասեմ, որ ապրեք ուրախ, ապրեք երջանիկ, ապրեք խաղաղ, սիրեք իրար, մենք ունենք սիրո պակաս։ Այ որ մենք սկսենք իրար շատ սիրել, ամեն ինչ լավ կլինի։ Երկ։ Սովետ ակումբը սպասում է ձեզ։ Դա թիմային աշխատանքի լավագույն գրավականն է։ Շնորհակալություն եղբայր, շնորհակալություն Հարութ ջան։